Վերջերս Մհեր Բաղդասարյանը լրագրող իր հաղորդումներից մեկում ասում է, որ մենք բոլորս գիտենք Սյուզաննային որպես մրցութային երգիչ, բայց չգիտենք մի երգ, որ նա երգում է։ Դե կարող էր ինձ զանգարել կամ գրեր։ Մաքսիմում եթե շատ ուզում էր հասկանալ, չեք պատկերացնում ինչքան դժվար է, երբ դու ամեն օր կատարում ես աշխատանք, բայց ամեն րոպե մեդիա դաշտում չես ցույց տալիս, որ օրինակ դու տարիներ շարունակ քաղցած լինելու կամ ուրիշի հագուստը կրելու շնորհիվ, այսինչ մրցույթն ես հաղթել, հա։ Գրել էիք դեռ պատրաստ չեք երեխա ունենալու։ Երբեմն ես կարող եմ հոգու խորքում այդ թեմայով լինել խոցելի։ Ձեզ համոզում են ռաբիզ երգել։ Այնտեղ տեխնիկա կա, որը պիտի կարողանալ անել։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը եւ այսօրվա իմ հյուրն է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Ոնց եք Սյուզաննա։ Արդեն լավ, շնորհակալ եմ, բարև ձեզ։ Սյուզաննա, այսօր խոսելու ենք ձեր կյանքի շրջադարձային կետերի, կարևոր թեմաների մասին, բայց մինչ հիմնական զրույցին անցնել առաջարկում եմ ձեր մասին ավելի շատ ինֆորմացիա իմանանք, գաղտնազերծենք ձեր մտերիմների միջոցով։ Ում եք ավելի հաճախ զանգում։ Ես ամենահաճախը զրուցում եմ գրեթե ամեն օր իմ մանկության ընկերուհու հետ, ով աշխատում է բյութի ոլորտում եւ իհարկե մեր գրաֆիկները շատ տարբեր են, բայց մենք միշտ հասցնում ենք լինել կապի մեջ։ Երևի կզանգարենք Մարիային։ Գնացինք։ Մաշ, Աջան, Մաշոկ մեզ լսում են հիմա բարձրախոսա, ես հաղորդման հյուր եմ հրավիրված ու հաղորդավարուհին քեզ ունի հարց։ Разостали врасплох. Բարև ձեզ, Մարիա ջան։ Բարև ձեզ, Մարիա ջան, ես Աննան եմ։ Հաճելի է ծանոթանալ։ շատ հաճելի է։ Փոխադարձ։ Մարիա ջան, մենք հիմա Սյուզաննայի հետ հաղորդման ենք եւ ուզում ենք, որ դուք գաղտնազերծեք Սյուզաննայի մասին քիչ հայտնի, արտասովոր, սկանդալային հետաքրքիր տեղեկություններ։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Հիմա սկանդալային թե հետաքրքիր։ Սկանդալային, հետո հետաքրքիր։ Ընտրում եմ։ Շատ լավ։ Սյուզաննան, բացի նրանից, որ բոլորը գիտեն նրան որպես հզոր երգչուհի, կայացած Ահա, մարդ։ սկսեցին, տեսեք։ Այդ գիտենք, ուրիշ։ Դե չգիտեն նրա ներսի փոքրիկ աղջնակ Սյուզաննային կարծում եմ, որը որ գրեթե ամբողջ օրը մուլտֆիլմեր կարող է նայել։ Դա կարող է ասել Սյուզաննայի մասին։ Շատ սիրում է միայնակ սրճել եւ առհասարակ ինքը շատ սիրում է լինել շատ հաճախ միայնակ։ Բա դուք չեք նեղվում, որ ձեզ հետ չի սրճում։ Ոչ, մենք շատ նման ենք իրականում Դուք էլ եք։ Իրական երբ ես սրճում եմ, ինքը աշխատում է այդ Հասկացա, ժամանակ։ չի համընկնում։ Տարբեր։ Ապրես, Մաշոկ Մերսի ջան, շատ, ապրես։ Մարիա ջան։ Աջանա։ Շնորհակալ եմ։ Անցնենք մեր հիմնական զրույցին, Սյուզաննա։ Սիրով։ Ձեր անվան կողքին ամենատարբեր մրցույթների անուններն են, որոնցում դուք հաղթել եք, որոնցում չեք հաղթել, վերջերս էլ կրկին հաղթանակով վերադարձաք։ Սյուզաննա, չեք հոգնել այդքան մրցույթների մասնակցել։ Հերիք չի։ Ինքը հիմա մի քիչ վիճելի հարց է ինձ համար, որովհետև մի կողմից ֆիզիկապես եմ ավելի շատ հոգնած, դեռ վերջին մրցույթից հետո ուշքի չեմ գալիս, անցել են ամիսներ, բայց հոգեպես ինձ իմանալով գիտեմ, որ շատ երկար էլ չեմ կարող առանց դրա ու մեդալի մյուս կողմում նաև կա մի ճշմարտություն, այ սպորտսմենների կյանքում ինչպես է, չէ, կա ինչ-որ տարիք, որ իրենք այլևս ռինգի դուրս չեն գալիս, մրցման դաշտ դուրս չեն գալիս, պայմանավորված սպորտային տարիքով, կարծում եմ արվեստագետին էլ բնորոշ կա այդպիսի մի բան, որ ամեն ինչ ունի նաև իր տրամաբանական ավարտը, խոսքը նրա մասին չէ, որ ես էլ չեմ երգի, ոչ, մրցութային կյանքի մասին է, որ հասկանում եմ իհարկե երբեք մի ասա երբեք, բայց մի քիչ մոտ է այն փուլը, որ ես քիչ-քիչ այդքան հաճախ մրցութային կյանքով էլ չեմ ապրի, որովհետև նախ նոր մրցույթներ չկան, ինչը որ կար մասնակցել եմ բոլորին, երկրորդը ինձ մոտ հիմա ավելի շրջան է հեղինակային երգերի եւ համերգների ու երաժշտական ու մասնագիտական ավելի այս փուլն եմ ապրում։
Բայց ես չեմ ուզում ներողություն ասել ինչ որ երբեք այլևս եւ այլն, որովհետեւ մեր կյանքը լի է անակնկալներով ու գուցե ես ստանամ մի առաջարկ, որ ինձ շատ կհետաքրքրի ու ես անգամ այդ պահին, եթե անգամ լինեմ 40 տարեկան ու ձայնս ների, ռեսուրսներս ներեն, ես անպայման կգնամ այդ քայլին, ինչու ոչ։ Վերջերս Մհեր Բաղդասարյանը լրագրող իր հաղորդումներից մեկում, իհարկե որպես ձեր լավ ընկեր, ասում է, որ ես հոգնել եմ, որ Սյուզաննան արդեն ինչքան անարժան մրցույթ կա մասնակցում է։ Մենք բոլորս գիտենք Սյուզաննային որպես մրցութային երգիչ, այն բոլոր մրցույթները, որ նա մասնակցում է, բայց չգիտենք մի երգ, որ նա երգում է։ Համաձայն եք այս պնդման հետ։ Համաձայն չեմ, որովհետև Մհերը չգիտի այդ երգերի մասին ու բոլորովին վերջերս հենց ԱՄՆ-ում, երբ ես ու Մհերը նույն բեմում էինք American Music Video Awards-ի ժամանակ տեղի ունեցավ իմ երգի պրեմիերան։ Հանուն արդարության դա ասել է մինչև այս վերջին երգը։ Բայց Մհերը ասեմ մի գաղտնիք, որ Մհերը իրականում այն քիչ մարդկանցից է եղել, որ շատ նախնական տարբերակը այդ երգի լսել է, երբ մայիսին ինքը Հայաստանում էր, լսեց ու շատ լավ կարծիք արտահայտեց ու չգիտեմ ինչու էր ինքը մոռացել այդ ամենի մասին, բայց լինի իմ ընկերը թե ոչ, ես լսում եմ, վերլուծում եմ, բայց անում եմ այնպես ինչպես ես կարող եմ եւ այդ պահին ինչպես որ իմ ռեսուրսները ներում են, որովհետեւ ով ուզում է լինի։ Այստեղ օբյեկտիվորեն եմ փորձում վերլուծել, եթե դու դիմացինի կոշիկները չես հագել, ինքդ ու չես քայլել, միշտ ապիր անելու այսպես բացարձակ վերլուծություններ, բայց դա չի նշանակում, որ ինչ որ սկանդալային բան կա այս ամենի յետևում։ Ես գիտեմ, որ Մհերը շատ օբյեկտիվորեն է փորձում մոտենալ, համենայն դեպս իմ նկատմամբ ինքը միշտ եղել է շատ լավ ու մարդկային հարաբերության անձնական ինչ-որ խնդիր չկար, զուտ կարծում եմ Մհերն էլ իր հերթին ուզում էր հասկանալ, թե ինչու եք այդքան շատ մրցույթների դեռ դե կարող էր ինձ զանգարել կամ գրել, մաքսիմում եթե շատ ուզում էր հասկանալ, կամ բաներ, չէ, ուղղակի կան բաներ, որ պարտադիր չէ էկրանում արտահայտել, այլ կան բաներ, որ եթե շատ ընկերական է ու դու իսկապես մտածում ես, դու պետք է կարողանաս ընկերության շրջանակներում հասկանալ այդ մարդուն ինչքանով է օգուտ կամ վնաս դա հանրայնացնել, եթե ընկերությունն է հիմքում։ Եթե մասնագիտականն է, խնդրեմ, ես շատ առողջ վերլուծություն ունեմ, ինքը ֆանտաստիկ մասնագետ է ու ես ինքս տեսել եմ, եղել եմ իր հաղորդման հյուրը ու գիտեմ ինչպես է ինքը վերաբերվում իր ցանկացած գործին, ու ինքը իրավասու է որպես մասնագետ, որպես իր գործի տերը, խոսելու այն ամենի մասին, ինչը որ ինքը համարում է այդ պահին ճիշտ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ Սյուզաննա, ամեն դեպքում ի՞նչն է խնդիրը, որ այդքան ձեր երգերը, որ դուք ունեք, հիշվող չեն կամ մարդիկ չեն հիշում, այսինքն ավելի շատ Սյուզաննա Մելքոնյան երբ ասում ենք, մրցույթներն ենք հիշում, ոչ թե այն երգերը, գուցե կրկներգերը, որոնք որ ձերն են։ Դե ամենաշատը մրցույթներն են իմ կյանքում եղել եւ կարծում եմ այն ինչը որ շատ է քո կյանքում մարդիկ կենտրոնանում են ավելի դրա վրա, բայց արդարության համար պիտի ասեմ, որ այն շատ մեծ լսարանը, որը այսօր մեդիա դաշտում առաջին հերթին հետևում է ինձ, երբ ասում են Սյուզաննա Մելքոնյան, այսօր արդեն ասոցացնում են այդ անունը Մեռնել սիրելով Ազնավուրյան երգի հետ, որի վերամշակումը հայերեն լեզվով իր տղայի թույլտվությամբ եւ Նյումեգի հրատարակչությամբ պատկանում է ինձ, որի կատարողը ես եմ եւ բոլորովին վերջերս ես թողարկեցի երգ, որը ուներ իր նախնական թողարկման տարբերակը, հետո պրեմիերան եղավ հենց ԱՄՆ-ում ու այն լսարանը, այն գրագետ լսարանը, որը հասկանում է այդ երաժշտությունը, որի սրտին դիպել է այն, ինչը որ ես ցանկանում եի ասել երգերի միջոցով։ Կարողանում է այո հիշել, երգել, նույնիսկ երգում են ինձ են ուղարկում վերջին շրջանում իրականում հենց զբաղված եմ իմ երգերի թողարկմամբ, շուտով կլինի արդեն հաջորդ, քիչ առաջ սա էի նշում, որ ավելի շատ իմ երգերի շրջանն է, իմ երգերի թողարկման, քան օրինակ մրցութային, որովհետև մրցութային կյանքը մի քանի տարի շարունակ ինձանից տվեց շատ բան, բայց եւ խլեց շատ բան ու այն ինչը որ ես չեմ հասցրել այդ ժամանակ անել, անում եմ հիմա։ Ես ինչի եմ դա ասում, որովհետև այսօր գուցե ի համեմատական նրա, որ օրինակ Instagram-ի, TikTok-ի միջոցով շատ երգեր, անգամ այդ երգողները գուցե դեռ հայտնի չլինեն, բայց իրենց երգը վիրուսային տարածում է ստանում, թեկուզ կրկներքի ինչ որ հատված ու դառնում է հիթ, դրա ֆոնին ձեր երգը գուցե էլի հայտնի է դառնում, բայց նույն կերպ TikTok-ում ու Instagram-ում մարդիկ չեն տարածում կամ գուցե զուտ իմ սուբյեկտիվ տպավորությունն է այդպեսին։ Տեսեք, դուք պատկերացնում եք հայտնի հիթ ասելով ինչ որ ունի
լայքերի եւ այս մեդիա դաշտում դիտելիության վարկանիշ, հա, Ոչ թե պատկերացնում եմ, այլ ես օրինակ հիշում եմ այս պահին մի քանի երիտասարդ երգիչների Բրյունետի, Դլիթի կամ, չգիտեմ, Լեայի մի քանի երգեր, որոնք այսպես շատ տարածում են ունենում ու երիտասարդների շրջանում հատկապես, ու այդ ֆոնին չեմ հիշում օրինակ ձեր երգի կրկներքը կամ այդ մարդիկ իմ երգը բոլորովին վերջերս է դուրս մյուս երգերի, նախորդ երգերի։ Տեսեք, այստեղ կա ճաշակի հարց, գուցե ձեր ճաշակը չի Ես համապատասխանում։ ներողություն ասեմ, որ ոչ թե իմ մասին եմ խոսում, այլ ընդհանուր հանրության։ Տեսեք, այսպես ձևակերպեմ։ Ես կատարել եմ 16 տարվա աշխատանք, որի արդյունքները շատ պարզ այսօր երևում են։ Եվ եթե օրինակ իմ երգը ավելի քիչ դիտելիություն ունի, քան օրինակ մյուս նորահայտ երգչի կամ երգչու, որին ես վերաբերվում եմ շատ հարգանքով, սա շատ վիճելի հարց է, դա չի նշանակում, որ մեկս առաջ ենք, մյուսը ետ։ Տարբեր ափսեներ են, տարբեր մոլորակներ են, բայց մեկ ընդհանուր մոլորակի մեջ։ Պրիորիտետներն են տարբեր, էպոխան է տարբեր, իրենք հայտնվել են ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Սա շատ կարևոր է, իդեպ կան շատ երիտասարդ կատարողներ, որ ես ինքս էլ շատ լսում եմ, հետևում եմ, օրինակ Լիլիթին եմ շատ սիրում, եթե չեմ սխալվում, The Little, չէ, իր բեմական անունը։ Ես ինքս որպես երգչուհի կապ չունեմ այդ երաժշտության հետ, որպես կատարող, բայց որպես հանդիսատես ես իմ մեքենայում լսում եմ, որովհետև ապրված է, գեղեցիկ է, հասկանում եք, նույն ապրվածի ու գեղեցիկի հետ կապված ես օրվա կտրվածքով ստանում եմ շատ ու շատ նամակներ, թե ինչքան գեղեցիկ է իմ երգը, ինչքան կոկիկ է մատուցված ու ինչքան մեծ ասելիք ունի։ Սա ամենաբարձր գնահատականն է ինձ համար։ Այս հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, բայց ինքը շատ վիճելի հարց է այսօր, որովհետև կա երկու սերունդների չակերտավոր բախում, շատ չակերտավոր, նայած որ պարագայում որն է ճիշտ դիտարկվում, հասկանում եք, կարող է այսօր այս էպոխայում տվյալ սուբյեկտը երգով լինի հայտնի, բայց 10 տարի հետո իր մասին մոռանան։ Իսկ ինձ 10 տարի հետո օրինակ հիշեն, որովհետև ես շատ ավելի երկար եմ աշխատել ու շատ ավելի խորքային։ Ես չեմ ընկել դիտելիության ետևից իրականում։ Ինձ համար դա այդքան կարևոր չէ, որքան որ ինչ որ մեկին իմ ասելիքը հասանելի լինի։ Եվ երկրորդ, կա դպրոցների տարբերություն մշակութային ու կյանքի։ Սա եւս կապ ունի։ Ես մի քիչ այլ սերնդի ներկայացուցիչ եմ, որը նաեւ ինչու՞ չէ դրանով է պայմանավորված։ Չեք պատկերացնում ինչքան դժվար է, երբ դու ամեն օր կատարում ես աշխատանք, բայց շատ բան դու չես ցուցադրում, այսինքն ամեն րոպե մեդիա դաշտում չես ցույց տալիս, որ օրինակ դու տարիներ շարունակ քաղցած լինելու կամ ուրիշի հագուստը կրելու շնորհիվ այսինչ մրցույթն ես հաղթել, հա։ Մեդալի մյուս կողմը իրականում շատ դժվար է, եւ այդ դժվարությունները իր հերթին բերում են եւ լավ կողմեր, եւ որոշակի վատ պատճառահետևանքներ, որոնք հաղթահարելու ընթացքում դու շատ բան ես հասկանում։ Սյուզաննա, որն է վերջին շրջանի ձեր կյանքի շրջադարձային կետը եղել։ Մոտ 6 ամիս ես եղել եմ վատառողջ, իդեպ հենց Թուրանի մրցույթից հետո ես կյանքում առաջին անգամ հասկացա, որ եթե նժարին դրված է առողջություն, թե որևէ տեսակի գործ, այս դեպքում մրցույթ, առաջին հերթին պետք է ընտրել առողջությունը, որովհետև մոտ 6 ամիս ես վերջին 3 ամիսը վերապահումներով եմ կարողանում ելույթ ունենալ բժշկի թույլտվությամբ, բայց առաջին 3 ամիսը ինձ ուղղակի թվում էր, որ ես չեմ երգի։ Եվ դա շատ շրջադարձային էտապ էր իմ կյանքում, շատ բան հասկացա։ Շատ բան նորից մաքրեցի իմ շրջապատում, թե մասնագիտական, թե ընկերական, ինչ որ մի պահ կար, որ այդ ճանապարհին դժվար էի ընդունում, որ ինչու եմ անդադ մաքրում իմ դարակները հոգևոր ու ֆիզիկական, հետո զրուցելով մասնագետների հետ հասկացա, որ նորմալ, բնականon մարդու հոգեվիճակ է, պրոգրես ապրելու համար պետք են այս բոլոր իմ թվարկածները։ Նշել եք, որ Եվրատեսիլը իր տեսակով, ձևաչափով ձեր մրցույթը չէ, ձեր համար չէ, բայց ժամանակին մասնակցել եք դեպի Եվրատեսիլին։ Հիասթափվել եք հետո։ Չէ, իրականում հետո չէ, բնականաբար այդ տաք էմոցիաների ժամանակ միանշանակ երբ որ դու հասնում ես գրեթե վերջին կետին ու քեզ թվում է ահա եւ դու այդ մեծ բեմում կհայտնվես, դա մոտավորապես 9 տարի առաջ էր, իսկ մենք հասկանում ենք, որ մարդը փոխվում է ամեն օր, մեծանում է յուրաքանչյուր, որ ասում է Աստծո օր, եւ 9 տարի առաջ բնականաբար
եւ տարիքի առումով եւ մտածելակերպի եւ գործին մոտենալու ես շատ ուրիշ մարդ էի ու այդ շրջանում այո ես ինձ տեսնում էի Եվրատեսիլում եւ դրա համար մասնակցեցի ու ինձ համար շատ կարեւոր փաստ է որ առաջին դեպի Եվրատեսիլի ֆինալիստներից մեկն եմ եղել դա ինձ համար մեծ պատիվ է այդ ժամանակ իհարկե այդ պահին երբ դու այդ տակ պահին երբ նախագծից դուրս ես մնում միանշանակ շատ բնականon է որ հիասթափված ես զայրացած ես եւ այլն բայց կարճ ժամանակ հետո որովհետեւ մինչ այդ ես արդեն ունեի մրցութային շատ փորձեր հատկապես հեռուստատեսային հա դրանք մի քիչ տարբեր բաներ են հետո հասկացա որ երևի ամեն ինչ շատ ավելի ճիշտ է դասավորվել որովհետեւ շատ երկար ժամանակ հետո, երբ ես նոր ալիքի բեմում հայտնվեցի 17 թվականին, հասկացա, որ չէ, Եվրատեսիլին հոգեպես ես պատրաստ չէի։ Հետո տարեց տարի որոշակի ֆորմատ փոխվեց Եվրատեսիլում, տենդենսները փոխվեցին ու ես հասկացա տարեց տարի, հատկապես վերջին տարիներին, որ մի քիչ իմ ֆորմատի, իմ ձևաչափի երգչուհու տեղը չէ, իսկ ես եթե տեսնում եմ մի բանը իմը չէ, ես էներգիա ռեսուրսներ չեմ ծախսի դրա վրա, ավելի ինձ օգտակար բանի վրա կծախսեմ ու այդ հարթակը պետք է տրամադրել այն արտիստին, այն մարդուն, ով ավելի է այդ բային համապատասխանում այդ ամեն պետք չի լինել, ես ասեր։ Մի անգամ նշել եք, որ եղել են ռաբիս երգող արտիստներ, որոնք ձեզ համոզում էին, որ փող կարող ես աշխատել միայն ռաբիս երգելով։ Ձեզ համոզում էին ռաբիս երգել։ Իրականում երբ մի քանի տարի առաջ էր այսպես մուտք գործեցի որպես շատ հաճախ ռեստորանում երգող մարդ մոտավորապես 6-7 տարի առաջ էր դա մի քիչ կարող է սխալվեմ թվի հարցում կային սուբյեկտներ, որոնք մինչ օրս էլ ռեստորանային երգիչներն ու ասեմ, եթե լինեմ անկեղծ, բավականին տաղանդավոր ռեստորանային երգիչներ, որոնք երգում են կենթանի, երգում են այդ ժանրի մեջ շատ լավ, անկեղծ եմ ասում։ Իրենք ինձ համոզում էին, որ եթե սա է, ուրեմն պետք է երգես, բայց ես չեմ հիշում մի դեպք իմ ռեստորանում աշխատելու տարիներին, որ ես երգեմ ռաբիս, նախ, դա իմը չէ։ Մեկ, ես դրան չեմ տիրապետում, ես միշտ ասում եմ անգամ բանավիճելու ընթացքում, որ ռաբիս երաժշտությունը կատարելու համար այնտեղ տեխնիկա կա, որը պիտի կարողանալ անել, բացի այն, որ այդ աշխարհի իմը չէ, ես չեմ զգում, տեխնիկապես էլ ես չեմ համապատասխանում իմ ձայնային տվյալները բոլորովին այլ մոլորակից են, սա մեկ, եթե դու մի բանը չես զգում, քոնը չի, դու պետք է լինես հանդիսատեսը ցանկացած վիճակում հանդիսատես է, հա, ռեստորանում էլ կա բեմ, նույն երաժշտական այդ կառուցվածքը եւ հանդիսատես ասվածը դու պետք է մի քիչ անկեղծ լինես քո հանդիսատեսի հետ։ Ես չեմ կատարել, որովհետեւ իմը չէ, բայց եւ համաձայն չեմ, որ միայն դրանով է։ Ի ուրախություն իմ նման կատարողների, նաեւ ռեստորանային շուկայում, աշխարհում շատ ակտուալ են դարձել այն երգերն ու այն երաժշտությունը, որը մատուցում է իմ օրինակ տեսակի երգչուհին։ Եվ ես այսօր Փարք Տիրոջ ունեմ շատ պատվերներ, հենց այո ռեստորանային ոլորտում հանդիսատեսի կողմից։ Սյուզաննա, վերջերս մի գրառում նկատեցի, որ գրել էիք դեռ պատրաստ չեք երեխա ունենալու եւ չգիտեք էլ անգամ այդ ինստիտուտը երեխա ունենալ, դաստիարակելու երբևէ ձերը կլինի թե ոչ։ Սա ուղղակի մտավախություն է, թե child free եք։ Եթե լինեմ շատ անկեղծ վերջին շրջանում, մի տեսակ շատ եմ լսում խորհուրդների տեսքով մեծահասակների կողմից, որ դե ժամանակն է, ես ուզում եմ հասկանալ ով է որոշում այդ ժամանակը, լավ ով է որոշում այդ ժամանակը, այդ ամեն ինչի կրողը ես եմ, իմ օրգանիզմն է, իմ հոգևոր աշխարհն է, ես հիմա գտնվում եմ կարիերայի անկեղծ այնքան գեղեցիկ փուլում, որ ես դա պարզապես չեմ կարող բաց թողնել, իսկապես չեմ կարող, եւ երկրորդ ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է երեխա ունենալը ու մուտք գործել այդ գեղեցիկ աշխարհը, ու մեր հայկական մենտալիտետում ի վերջո դու թույլ տաս թե չտաս, կան սուբյեկտներ, գտնվում են սուբյեկտներ, որոնց թվում է իրենք ունեն իրավունք անձնային սահման անցնելու եւ քեզ խորհուրդներ տալու, հատկապես որ դու այդ խորհուրդը չես հարցրել իրենց, հա, սկսենք այստեղից։ Ես փորձում էի այդ տեսակ այդ տարբերակով գոնե դասական ձևով հասանելի դարձնել, որովհետև այդ նույն մարդիկ նաև իմ հետևորդներն են, հասկացնելու, որ երբեմն ես կարող եմ հոգու խորքում այդ թեմայով լինել խոցելի,
չի կարելի մարդու անձնային սահմանը անցնել։ Եվ երկրորդ այդ հրապարակման մեջ հենց իմ հարազատ եղբոր Բալիկն է, ով իմ զարմիկն է, ում շատ-շատ սիրում եմ, բայց արդարության համար ես շատ ազնիվ եմ իմ հետևորդների հետ։ Ես անգամ իրեն կենցաղում իր մասին չեմ կարողանում հոգ տանել, նախ ժամանակը չունեմ, անկեղծ։ Երկրորդը, ասում եմ, այդ ինստիտուտ մուտք գործելու համար շատ-շատ կարևոր կետեր կան, որոնց դեռ ես չեմ հասել։ Շնորհակալ եմ Սյուզաննա, շատ հետաքրքիր անկեղծ զրույց կարծում եմ ստացվեց։ Ես էլ եմ շնորհակալ Աննա ջան։ Այսպիսին էր Սյուզաննա Մելքոնյանի կյանքի Breakpoint-ը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ ու սպասել մեզ հաջորդ շաբաթ։ Всё։ Մերսի։ Breakpoint Բեկումնային պատմություններ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր